Շատ սիրում եմ ամանորը, շատ մեծ խորհուրդ ունի ինձ համար, քանի որ ամբողջ տարի անհամբեր բոլորս սպասում ենք կարծում երբ է գալու հենց դեկտեմբերի 31-ը, որպեսզի բոլորս ինչ-որ պատրաստություններ տեսնենք, գեղեցիկ զարդարենք մեր բնակարանները, մեր աշխատավայրերը և չգիտեմ, ամեն տարի ամանորին ես ինչ-որ հրաշքների եմ սպասում և կողքիններս նամանավանդ երեխայիս համար այսպես շատ կուզենամ, որ այս ամանորը տպավորիչ լինի և քանի որ նա դեռ փոքրիկ է և հավատում է ձմեռ պապիկին, ամեն ինչ անելու եմ, որպեսզի իր համար իսկապես ամանորը լինի հեքիաթային և ձմեռ պապիկը իհարկե այցելի նրան։ Արմանի համար պատրաստել եմ իր ուզած նվերը, ինքը ուզել է մագվինի մեծ մեքենա, որի մեջ կլինեն փոքրիկ մեքենաներ և խնդրենք, որ ձմեռ պապիկը այցելի մեր տուն և նվիրի այդ մեքենան իրեն։ Հայկոյին երևի թե չեմ ասի դեռ, թող գաղտնիք մնա, Հայկոն բնականաբար կունենա ևս իր նվերը։ Ձեր ամենահիշարժան ամանորը երբ է եղել։ Ամենահիշարժան ամանորը, ես կարծես թե ամեն տարի ամանորը ինձ համար հիշարժան է և չեմ ուզենա առանձնացնել ոչ մի ամանոր։ Իմ կյանքում մեկ անգամ է եղել տխուր ամանոր, այսպես կարող եմ ասել, բայց ես աշխատում եմ չհիշել այդ տարին և Ինչու էր հենց տխուր։ Այդպես է ստացվել, ես այդ տարի միայնակ եմ դիմավորել ամանորը, հենց 31-ի գիշերը 12-ը այդպես ստացվեց, բայց շատ տարիներ առաջ էր և ես աշխատում չհիշել այդ տարին և պարզապես ջնջել իմ կյանքից և հիշել միայն լավ ամանորները։ Ինչպես եք դիմավորելու այս տարի։ Այս տարի որոշեցինք, քանի որ նախորդ տարի այստեղ չենք, Հայաստանում չենք նոր տարվա հենց դեկտեմբերի 31-ին և ցավոք մեր երեխայի հետ չենք, այս տարի որոշել ենք ընտանեկան նոր տարի անենք և հենց 12-ը նշելու ենք տանը մեր երեխայի հետ։ Մինչ 12-ը հրապարակում ելույթ ենք ունենալու ես և Հայկոն և Արմանչիկին բնականաբար մեզ հետ ենք տանելու և կարծում եմ իր համար շատ ուրախ կլինի հենց այնտեղ։ Հետո 12-ից հետո գնալու ենք մեր ընկերների հետ շարունակենք նշել։ Որոշել ես ինչ զգեստով ես հանդես գալու։ Պատկերացրեք ոչ։ Դեռ չեմ որոշել, դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ ժամանակ պարզապես չի լինում, ատելիեում այնքան սուղ է ժամանակը և այնքան շատ է, այսպես ասած պատվերները շատ են, որ չեմ հասցրել ինձ համար դեռ ոչ մի բան մտածել։ Ամանոր իր խորհուրդը ունի, որ բոլոր բարեկամները մեկը մյուսի տուն են գնում, շնորհավորում են, ով է եղել ձեր առաջին դուռը թակողը, շնորհավորողը։ Այսպես ասեմ, քանի որ այնպես է ստացվել, որ հիմնականում տանը չենք նշել կամ քաղաքում չենք եղել կամ ինչ-որ ռեստորանային համալիրներից մեկում ենք նշել, այդպես չի եղել, դեռ բարեկամները որ այցել են, բայց Հայկոյի ընտանիքում կա այդպիսի տրադիցիա, այսպես կարող եմ ասել, որ ամեն տարի հունվարի 1-ին կամ 2-ին նրանք բոլորը շրջում են բարեկամների, այսպես ասած, տները և շնորհավորում են միմյանց։ Կպատմեք, երբ առաջին նվերը, որ ստացել եք ձմեռ պապիկից, որն է եղել և երբ եք իմացել, որ այլևս ձմեռ պապիկ չկա։ Անկեղծ ասեմ, հենց մանկությունից շատ բան չեմ հիշում, այսպես կարող եմ ասել, բայց այդ պահը լավ եմ հիշում, որ առաջին անգամ երբ այցելեց, այդ առաջին կարող եմ ինչ այդ այցելել էր, պրոստը ես չեմ հիշում, բայց հենց այդ առաջին անգամը, երբ որ ձմեռ պապիկը մեզ այցելեց, ես մի անգամայն ճանաչեցի նրան, որովհետև նա այդպես մեր ընտանիքի ընկերներից մեկն էր և ինձ համար հենց այդ օրը երևի թե պարզ դարձավ, որ ձմեռ պապիկ իրականում չկա։ Իսկ դա երբ էր։ Երևի ես մի 6 տարեկան էի 7 կամ 6-7 տարեկան։ Ինչ սպասելիքներ ունեք գալիք տարի։ Սպասելիքները շատ են, նպատակները շատ են, հենց իմ գործունեության հետ կապված և երաժշտական ասպարեզում և իմ նորաձևության այս տանը։ Չեմ ուզենա փակագծերը բացել, ինչեր եմ պլանավորում, բայց առաջ Աստված ինձ թվում է ամեն ինչ կամաց լավ կլինի իր հունով
կգնա եւ ես կհասնեմ այն նպատակներին, որոնք որ դրել եմ իմ առջև։ Որպես դիզայներ կասեք, որ գույներն են նորաձև համարվելու, միտումները նորաձևության։ Շատ են տենդենսները հաջորդ տարվա հետ կապված, մի քանի բան կարող եմ նշել։ Արանժվի գույնն է շատ նորաձև լինելու, պոլուպրազրաչնի կտորներն են նորաձև լինելու, բնականաբար շարունակվում է ծաղկավոր պրինտի արկայությունը հագուստների մեջ, կտորների մեջ, փայլուն կտորներն են նորաձև լինելու, յուբկաները պլիսե վերադառնում են որոշ չափով հաջորդ տարի։ Այդպես եթե թվարկեմ շատ կլինի, հիմնականում դրանք են, որոնք այս պահին հիշեցի, կարծում եմ ինչ-որ գլոբալ փոփոխություն չի լինելու նորաձևության մեջ, բայց ամեն դեպքում կան որոշ փոփոխություններ եւ տենդենսներ, որոնք որ սպասվում են 2014 թվականին։ 2014 թվականին գիտենք, որ նաև պատրաստելու եք նոր երգեր, նոր տեսահոլովակներ, իսկ հավաքածուի մասին ինչ կասեք, պատրաստում եք հավաքածու ներկայացնել։ Ուզում եմ անկեղծ ասած, կա մտադրություն, բայց չգիտեմ ինչպես կհասցնեմ, թե ոչ։ Ամեն դեպքում հաջորդ տարի պլաններս շատ են լինելու, ես չգիտեմ, եթե հասցնեմ, առաջ Աստված կրկնում եմ, ես շատ կուզենամ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ ուզում եմ։ Շնորհավորում եմ բոլորի ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ հաջորդ տարին բոլորի համար լինի անսպասելի անակնկալներով լի, հեքիաթային պահերով լի տարի լինի, բոլորս ինչ նպատակ որ դրել ենք հաջորդ տարվա հետ թող իրականանա եւ անսահման սեր եւ երջանկություն եմ ցանկանում բոլոր մարդկանց։